որոնք են այն հիմնական 4 քայլերը, որոնք կօգնեն մեզ պահպանել մկանները 40+-ում, 30+-ում, այո, եւ 50-ից հետո չունենալ կոտրվածքներ, որովհետեւ սպիտակուցային մասան մկանները եւ քիչ են, այո, մենք կարող ենք նաեւ կոտրվածքներ ունենալ, օստեոպորոզ, ինչը նույն հիվանդություն է, լուր է ընթանում, անախտանիշ եւ նույնիսկ չիմանանք սրա մասին։ Ինչ է պետք անել։ Առաջին քայլը։ Առաջին քայլը իհարկե ճիշտ չափաբաժնող սպիտակուցներ օգտագործելն օրվա ընթացքում ամեն տարիքի, ամեն ֆիզիկական ակտիվության համար ինչ որ X քանակի է պետք։ Օրինակ, եթե մենք մարզվող ենք, մոտ 2 գրամ 1 կիլոգրամ քաշի պետք է սպիտակուց օգտագործենք օրվա ընթացքում։ Ավելի մեծ տարիքում 1-ից մինչև 1.5 էլի կախված ֆիզիկական ակտիվությունից։ Սպիտակուցները լինում են 2 տեսակի բուսական կենդանական, ցանկալի է, որ երկուսն էլ ինչ որ տոկոսով լինեն մեր սննդակարգում, օրինակ 60-70% կենդանականն է, մնացածը արդեն բուսական տարբերակով։